Բարև ձեզ, դուք դիտում եք Հրապարակ TV-ն, ես Հայկա Ալոյանն եմ։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք քաղաքական գործիչ, Գերագույն խորհրդի նախկին падգամավոր Ազատ Արշակյանին։ Պարոն Արշակյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Արշակյան, ուզում եմ մեր խոսակցությունը սկսենք Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցելության թեմայով։ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց հայրենական պատերազմի շքերթին, որ կազմակերպել էր Ռուսաստանը, Վլադիմիր Պուտինն էլ նրան հրավիրել էր, եւ այստեղ ուզում եմ նախ քննարկել այն հարցը, արդյոք պետք է Նիկոլ Փաշինյանը մասնակցեր այդ շքերթին, թե ոչ, հաշվի առնելով իր գործադրած ջանքերի շնորհիվ հայ-ռուսական ներկայիս հարաբերությունների ճգնաժամային վիճակը։ Ես որպես սկիզբ ներկայանամ։ Ես կարծում եմ, որ այո, հարկավոր է նշել եւ հարգել եւ զոհերի հիշատակը եւ նաեւ ինչու՞ չէ պարծենալ հաղթանակով։ Այսինքն մենք հաղթողների հետ ենք եղել, հայությունը այս դաժան ահռելի զոհեր պահանջած ու տարած պատերազմում մենք եղել ենք հաղթողների հետ։ Մենք հաղթել ենք, ուրեմն ինչի՞ չէ, պետք է նշենք, հպարտանանք, հիշենք մեր հարազատներին, մեր կորուստները, հարգենք նրանց հիշատակը, ընդհանրապես համաշխարհային նշանակության միջոցառում է, մենք աշխարհի մի մասն ենք, աշխարհի հետ միասին մասնակցում ենք այդ կամպանիային։ Ես կարծում եմ, որ Հայաստանում հարկավոր էր դա նշել։ Եվ եթե մեզ հրավիրում են ազդեցիկ հաղթողները եւ պարտվողը, եթե հրավիրի, օրինակ Գերմանիան, եթե հրավիրի, մենք այնտեղ էլ պետք է գնանք, բանանենք, մեծահոգաբար արդեն ընդունենք նրանց պարտության ճանաչում, իրենք ճանաչում, մեկ, ես կարծում եմ, որ մասնակցել, հիշել անհրաժեշտ է։ Դա ամենավերջի չափազանց մեծ աղետն է եղել մեր կյանքում։ Իսկ Նիկոլ Վավայևիչի կարգավիճակը այնպիսին էր, որ այստեղ պետք է նշեր, կամ որովհետև պետք է, բայց դա գին պետք է ունենար։ Այսինքն, ինչ Հայաստանի Հանրապետության շահը ինչ է պահանջում, որտեղ նշել եւ ինչ կարգավիճակով նշել։ Այդ օրինակ, եթե Նիկոլ Վավայևիչը այնտեղի հանդիպումից հետո բերեր իր հետ ազատականը Բաքվում պահվող հայերի ազատականը բերեր, ասել, որ այնտեղ հավաքված մարդիկ պարտադրեցին Ալիևին առանց պայմանի բաց թողնել մեր հայրենակիցներին։ Ես կարծում եմ, ինքը կարող էր այնտեղ նաև երգել մանավանդ Տուխմանովի երգը երգել։ Գլխավոր երգը հիմա երաժշտությունը երկրորդ համաշխարհային պատերազմի Ռուսաստանում Դավիթ Տուխմանովն է գրել, ապրես հայրենակից, թող երգեր, ես չգիտեմ, լավ կերգեր թե վատ, կարևոր չի։ Կգար ու մեր բերանը կփակեր, կասեր, ես ազատել եմ մերոնց։ Այդ իմ նվաստացումը Լուկաշենկոյի կողքին նստելը, հետը զրուցելը, ինչ որ մեզ դեմ արել է Լուկաշենկոն, Բելոռուսի նախագահը, նա ձեռքը սեղմել, հետը նստել, նույն բաժակից չէ, նույն սեղանից, հա, սեղան ասենք, նույն շշից ինչ որ բան խմել են, չէ, նրանք այդպիսի բաներ են անում, բանկետներ են անում, այդ բաներից հետո, հա, սեղանակիցը լինելը գին ունի, այ ես ուզում եմ մնալ, ինչ բերեց, Հայաստանը ինչ շահեց։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար էր գնացել, թե իրենական։ Այ դուք ինձ սարքեցիք էլի, վիճակ սարքեցիք, շնորհակալություն։ Այս դա եմ ասում, ինչի համար էր գնացել, եթե գերիներին պետք է ազատեր, ես չգիտեմ, մեր կարգավիճակը պետք է բարձրացներ։ Մի բան պետք է գին ուներ, ես կարծում եմ մասնակցելը հիմա։ Սրանից առաջ բոլոր այդ միջոցառումներին, տոնահանդեսներին, մենք մասնակցել ենք որպես հաղթող։ Բանը ավանդություն է եղել։ Ավանդաբար գնացել ենք, բայց հիմա վիճակը փոխվել է։ Որոշ փոփոխություններ կան, որովհետև 51 պետություն
53 պետություն հաղթել է։ Հակահիտլերյան կոալիցիան բաղկացած է եղել 53 պետությունից։ Սակայն հայերը մասնակցության թվով տված հերոսների թվով կարծեմ ռուսներից, բելոռուսներից, ուկրաինացիներից հետո հաջորդ Նույնիսկ էին, մի չէ՞։ համեմատեք։ Նրանց տարածքում է դա եղել։ Բայց երկրում էր եղել չկռվեին։ Մենք հերվից հերու դա շատ լուրջ ակցիա է եղել հայ ժողովուրդը կանգնել է ռուս ժողովրդի կողքին։ Պարոն Արշակյան, այդ դեպքում ինչպես է ստացվում, որ այդ հաղթանակում չնչին մասնակցություն կամ արդյունք տված ադրբեջանցիները ադրբեջանական ռազմական հանցագործների խումբ են ուղարկում Մոսկվայում Կարմիր հրապարակում հաղթական շքերթով անցնելու համար, իսկ հայկական կողմը առանց զորախմբի է գնում։ Չէ, նախ դա արդեն լուրջ է օկուպացիա անեքսիայի ենթարկած ազգային փոքրամասնության կոմպակտ բնակավայրը, ես միջազգային տերմին եմ օգտագործում, մեր հայրենիքը, Արցախը չեմ ասում, տեսեք, մեր հայրենիքն է Արցախը, սիրելի հայրենիքը, ուրեմն դա չի ասում, կոմպակտ բնակավայրը անեքսիայի ենթարկած զորքի առաջ պատիվ ես բռնում, ինչ էր, այդ դրամանոց գինը որն է, եթե դա կրկնակի նվաստացում էր, մեզ նվաստացրեցին, մեզ հաղթող բանակի առաջ մենք կանգնեցինք։ Մեզ նվաստացրեցին, թե Փաշինյանը մեզ նվաստացրեց, պարոն Արշակյան։ Չէ՞ որ Ռուսաստանի այդ վերաբերմունքը նաև իր ու իր քաղաքական թիմի հայտարարությունների ու գործողությունների հետևանքն է։ Չէ, դա իրենց միջոցառումն է, իրենք ինչ ուզում են անեն։ Իմ ներկայությունը այդ կամպանիային դա է նվաստացումը։ Իրենք իրենց տներում շատ բան են անում, չէ, իրենց հայրենիքում մարդիկ տարբեր նշաններ են կրում, տարբեր ծիսակատարություններ ունեն, բայց դա իրենց գործն է։ Բայց երբ որ ես մասնակցում եմ ու այնտեղ ինձ անպատվում են, դա արդեն ուրիշ է։ Իրենք եթե անում են, Բաքվում, Անկարայում շատ բան են անում։ Այ մեզ ինչ։ Բայց երբ որ ինձ հրավիրում են որպես ինչ, այդտեղից է, որպես ինչ ենք մասնակցել, ով ենք եղել կարգավիճակով, որպես նվաստացող, որ մենք հաղթող ենք, հաղթեցինք գերմանական նացիզմին, հաղթեցինք հայկական սեպարատիզմը, դա էր նշանակում։ Հայերի սեպարատիզմը հաղթեցինք, հայերին արտաքսեցինք իրենց երկրից, հայերի ղեկավարներին գերի վերցրեցինք, հիմա պատժում ենք, այդ տեսեք ինչքան բան կա, ուզում եմ իմանալ այդ զորքի առաջ կանգնելով մեր երկրի ղեկավարը ընդունեց, որ արդարացի է դա, նրանք ասում են, որ մենք արդարություն հաստատեցինք։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը իր համաձայնությունն է հայտնել։ Դա եմ ասում, դրա մասին ենք խոսում, չէ՞։ Պարոն Արշակյան, Գինը որն էր, ինչ բերեց ինքը իր հետ, ուզում եմ տեսնել դա։ Ես էլ կուզեի, եւ այստեղ մի շատ կարևոր հանգամանք կար, այդ փափախը, հա, այլ բառ հարմար չեմ գտնում, որ Փաշինյանը կրում է իր գլխին ու բոլորը տեսնում են, ասում են ադրբեջանցի միրգ կամ բանջարեղեն վաճառողի փափախ է դրել, այդ փափախով է գնում հայրենական պատերազմի շքահանդեսին մասնակցելու եւ նույնիսկ ռուս հաղորդավարը ներկայացնելիս շփոթվում է, սկզբում ներկայացնում է Ադրբեջանի ղեկավար, հետո ներողություն է խնդրում, որ գիտեք Հայաստանի վարչապետն է, արդյոք ռուս հաղորդավարը իսկապես շփոթվել է, արդյոք Նիկոլ Փաշինյանին չեն ընկալում դրսում որպես հայ, ավելի շատ ասոցացնում են ադրբեջանցու հետ, նույն իր կրած այդ փափախի պատճառով, թե սա հատուկ նուրբ ակնարկ էր Ռուսաստանի կողմից։ Այդպես էլ կարող է լինել, բայց մենք մեր ձեռքի տակ կա Ֆրեյդը, ուղղակի նրանց մոտ դա է խոսակցության ընկալումը մեր մասին, նրանք այդպիսի կարծիք ունեն, անփույթ կարծիք ունեն, հա, մեղմ ասեմ։ Որ մենք ադրբեջանցի ենք, թե որ Փաշինյանն է ադրբեջանցի։ Մենք ինչ որ Նրանց համար կարևոր չի մենք ով ենք, այդ անկարևորությունն է արձանագրվում։ Իհարկե կարող են եւ հանձնարարություններ լինել, ես ասում եմ նվաստացման խորհրդանշաններ են դրանք։ Խորհրդանշաններ կարող են լինել, օրինակ ասենք այդ գլխարկը անճաշակության խորհրդանշան է։ Դա խորհրդանշան է, էլի չկա մեկը, որ ասի դու ստիլնի չես։ Ստիլյագություն մի արա։ Մեկը պետք է ասի, ես չի, ուրիշ բան դեր, էլի անտիֆրիզ սկսի գալ։
Ինչ ա եղել։ Լավ տարբերակ էր։ Մի բան արա, որ գլուխը չսառի, կամ ներսից կամ դրսից։ Այսինքն մի բան պետք է ասեն մեկը թիմ ունել, թիմում պետք է ասեն, որ ներկայանալի պետք է լինես, էսի այն չի, էդի բանի Վատսոնի գլխարկն է ֆիլմերից։ Վատսոնը չէր։ Կարծեմ Հացունը մի քիչ այլ եզրագծով տարբեր գլխարկներ է դրել, անգլիացիները տարբեր գլխարկներ են դնում։ Մի խոսքով դա երկրորդական է։ Դա ասենք անճաշակության խնդիր է, մենք արդեն գիտենք։ Անճաշակ մի ճայով մի քանի բաներ կան, չէ՞։ Աճպարար, էլ ինչ կա ճայով։ Անճաշակ, աճպարար։ Դա շարունակենք այդպես։ Ինձ հետաքրքրում է մեր նկատմամբ վերաբերմունքը, ինքը պետք է այդ դա բարձրացնի, ոչ թե դառնա խոր մինոր, չէ, պետք է բարձրացներ, դրա այնտեղ պետք է գնա, որտեղ մեզ է ներկայացնում, ես այդ դեպքում, ասենք, Հենրիխ Մխիթարյանը պետք է լավ խաղա, Տիգրան Պետրոսյանը պետք է հաղթի, Գարիկը Իսրայելյան պետք է աստրոֆիզիկայի ներկայացնողն է, մենք այո երկինք նայող ենք, չէ, կամ Աջեմօղլուն Աջեմյանը, Նոբելյան մրցանակը, այդ մենք ենք, մեզանից մեկը, այդպես էլ մեզանից մեկը գնաց այդ միջոցառմանը, որ մենք ասում ենք, այ մեր ղեկավարացեք ինչ ներկայանալի տեսք ունի, այնտեղ հարգում են իրեն ու հեռու են նստացրել հայհոյողից, դա պետք է ասել դրա կողքը չնստացնեք ինձ, նույն սեղանի մոտ չենք Լուկաշենկոին նկատի եք։ Լիասը չնստացնեք, կարող է ես կռվեմ, կարող է հարցեր տամ, կարող է քաշքշեմ, դա էլ է, չէ քաշքշում են, չէ ազգային ժողովում, հայհոյում են, դեմդեղ էլ արա։ Նիկոլ Փաշինյանը այսպեսի նշանեց։ Հայ հենց դեմը կողքդ նստած էր, դե քաշեիր տաներ ածեի պատվահալ, ականջից բռնեիր տաներ, մեզ հայհոյել է, մեր վրա կրակել է այդ մարդը, պարտադիր չէր, եթե թուրքը մեր վրա կրակում է, մենք գիտենք թշնամին է, կոնվենցիոն է նրա վարքագիծը, բայց սա դաշնակից է, սա դավաճան է, դու քաշեիր մի հատ, այն ինչ որ ասում ես մեկ Ջեբեջան որ ասում էր էլի, սեռական բնույթի բաներ, հայհոյանքներ ես տալիս, դե արա, հարմար առիթ է, հանդիպել ես, ասեն տեսնում եք, ուրեմն այն չէր։ Պարոն Արշակյան անմիջապես Ռուսաստանից վերադառնալուց հետո իր նախընտրական կամպանիա է։ Ահա, ինձանից առաջ ընկակ, ուզում էի հասկանալ ինչպես ներկայացնեմ Աննա Հակոբյանին, որովհետև իրենք ասում են, որ օրինական ամուսնություն չեն կնքել, հա, զաքսավորված չեն։ Տիկնոջ բառն էի ուզում, բայց հիշեցի, որ զաքսավորված չեն։ Լավ, Աննա Հակոբյանի հետ գնացին Մեղրի։ Կրթվել է նորաձև է շարժման շրջանակներում։ Հաղորդում են, որ հսկայական թվով անվտանգության աշխատակիցներով եւ սահմանափակ թվով մարդկանց հետ։ Իրականում ինչ է կատարվում։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել են Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը։ Դա իշխանության չարաշահում է ուղղակի, ազգային ժողովը պետք է կարգի հրավերի։ Պետական աշխատանքի ժամին ինչով եք զբաղված։ Մենք գիտեք ինչ հոգսեր ունենք։ Նախ սահմանադրությունը, ընտրությունների մասին, օրինակ Գյումրի ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրությունների մասին օրենքը եւ քաղաքական կուսակցությունների մասին օրենքը հնարավորություն են տալիս Լենին, Աթաթուրք, դաշինքը գովերքող կազմակերպության ներկայացուցիչը Հայաստանում հաղթի։ Պատկերացնում եք Լենին, Աթաթուրք, դաշինքի ներկայացուցիչ, այսինքն այս հայկական պետության օրենքները, զտիչները Գուցե վաղը Էրդողանի ազգականները գան մեր քաղաքներում իշխանության։ Իսկ հիմա ովքեր են իշխանության Հայաստանում։ Կամ Ալիևի։ Իսկ հիմա ովքեր են իշխանության Հայաստանում, պարոն Արշակյան։ Չտեսեք ինչ է կատարվում։ Այսինքն մենք մի քանի շաբաթ առաջ տեսանք, որ քաղաքական կուսակցությունների մասին օրենքը թերի է, զտիչ չի, դա զտիչ է, ոչ միայն գործիք, այսինքն ոչ միայն գործիք է կազմակերպելու համար, նաև ֆիլտր է, որ արկածախնդիրները, որ հակապետական գործիչները, քրեականները, մաֆիոզները, օլիգարխները չկարողանան գալ իշխանության,
Դուք ակնկալում եք, որ այս իշխանությունները փոփոխություններ կատարեն ընտրական օրենսգրքում, այն իշխանություններից եք ակնկալում, ում տեսնելով մարդիկ գնացել ընտրել են ձեր ասած քրեական արկածախնդիր տարերին, պարոն Արշակ։ Սլեցիկ էլի ես էի ուզում դա ասել, իմ բաժիններ։ Հենց մեր զրույցը դրա մասին է, որ փոխանակ նստեն, քննարկեն, ոնց եղավ։ Ինքնակննադատ կամ ուղղակի հրաժարականներ գային, որտեղ ով կազմակերպեց, գուցե կազմակերպեցին, դիտավորյալ արեցին։ Այդ դա պետք է դրանով զբաղվի։ Գյուղերում բանա գալիս, ժապավեններ կտրում բանա դա, կոլխոզի նախագահի։ Նպատակը ո՞րն է, ինքը իզուր ոչինչ չի անում, չէ՞։ Չէ, դե ես ասում եմ, որ սխալ է անում։ Գնալը այդպես այդ շքերթին մասնակցելը այդ պայմանով, այդ կարգավիճակով սխալ էր։ Պետականաշինությամբ զբաղվելու, քանի որ մեր մոտ տոտալիտար իշխանություն է, այլ ուժեր չկան։ Ինքն է։ Ինքը ավտոկրատ, այդպես ասենք, ավտոկրատիա է։ Ինքը ինչ անում է, մյուսները կրկնում են։ Հիմա ես անհանգստացած եմ, որ բոլորը այդ գլխարկից կսկսեն կրել։ Դուք պատկերացնում եք, դրես կոդ է դառնում։ Լեզուն դարձել է խոսակցության լեզու, պետական լեզու, իր բարբառը այն Ենոքավան գյուղի բարբառը, երկեցիկ բարբառը արդեն տարածվում է, մի ժամանակ Ղարաբաղի բարբառներ, հիմա արդեն Ենոքավանի բարբառ, այսինքն ինքը օրինակելի է, ուրեմն ինքը պետք է օրինակելի լինել նաև դրանով, որ ասեր մենք պարտվել ենք, մեր սխալի հետևանքով մենք պարտություն ենք կրել, կամ մենք հաղթեցինք, դա ենք մենք, դա մեր մյուս էությունն է, թաքնված, մեր ստվերային իշխանությունը եկավ իշխանության, դա էլ ենք մենք, մեզ պետք է ասի, գնացել կոլխոզնի նախագահի նման բրիգադեր են, տեսել եք են Նաջարյան կար մեր հերոսներից մեկը, դե Նաջեմետը Ենոքավանում գնա կոլխոզի նախագահ աշխատի, պետականաշինության ժամն է, թող գնան տեղական ինքնակառավարման նախարարը թող գնա դրանք անի գյուղերում մանգա ստուգի զամպալիտ կունենա, չէ, ինքը զամպալիտը թող գնա կարծիքն իմանա, այսինքն գիտեք ինչ մեզ հիմա ինչ են ասում են, քանի որ Վարկանիշը իջել է, ինքը մտածում է, որ ժողովուրդը իրեն չգիտի, բան այլ ինքը բայարն է, էլի բայար, ասում է գնա ժողովուրդը տեսնի, որ ինքն է, չարչուշոր է դեպքած, ինքը սիրահարված է իրեն եւ իր կողքինը, մի քիչ առաջ Մաքսիմասին եք խոսում, իրար սիրում են, ասում դե քանի որ մենք իրար սիրում ենք, ուրեմն մենք սիրելի ենք։ Գնում է ներկայանում, ասում սիրում եք, չէ՞ ինչ ժողովուրդ, մեր ժողովուրդն լավն է, ասում է որ դե մարդ մեկ էլ ասում ենք, հա, բաներ են տալի, ոչխար, չգիտեմ, մորթում են թե չէ, գար։ Պետականաշինության, պետության գործերը կարգավորի, հազարումի հոգս ունենք, աղետներ են, այ միայն Երևան քաղաքի կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում, մենք երկուսով եւ մեր ունկնդիրները գիտեն ինչ է կատարվում, կարգավոր եք, դուք ժամանակ չունեք, կոլխոզներում ման գալու ժամանակ չունեք, աշխատել է պետք, դուք հետ եք մնա, դուք ձեր պաշտոնին չեք համապատասխանում, այ դա եք ցույց տալիս, որ դուք ուզում եք կոլխոզի նախագահ լինել, մենք ուզում ենք հանրապետության ղեկավար ունենալ, կոլխոզի նախագահ պետք չի մեզ։ Պարոն Արշակյան, եկող ընտրություններում ընդդիմությունը շանսեր ունի հաղթելու։ Ընդդիմությունը պետք է հաղթի, բայց որ ընդդիմությունը, այն ընդդիմությունը, որ այս քաղաքականությանը դեմ է։ Հիմա եթե դուք ընդդիմություն նկատի ունեք Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Միասնիկյանին, Աղասի Խանջյանին, ելով կա 3 առաջ օրվանից։ Չէ, Միասնիկյանին, Աղասի Խանջյանին դա 3 առաջ օր է, էլի, այսինքն դրանք հներն են։ Դրանք անցած էտապ է։ Անցած էտապը թողնենք անցած էտապը։ Անցած, այո, նոր։ Ներկայիս ընդդիմադիր դաշտի մասին։ Ընդդիմադիր դաշտը պետք է գա իր ծրագրով։ Մենք հիմա վակուում է, այնտեղ դատարկություն է։ Այդտեղը դատարկ է, որովհետև չկան ծրագրեր, քաղաքական ծրագրեր, տնտեսական ծրագրեր, հայ տնտեսական քաղաքականության մասին ծրագիր, սոցիալական քաղաքականության մասին ծրագիր։ Դրանք պետք է փաստաթղթավորվեն եւ կադրերը ովքեր են դա իրականացնելու, այ ընդդիմություն ես հասկանում, ովքեր են դեմ նվաստացմանը, արժանապատվությունը ինչ տեսք պետք է ունենա, դա պետք է լինի
Հայաստանի զարգացման, չէ, անվտանգության, մշակույթի, այդ քաղաքական ծրագիրը ով որ բերեց, այլ ընտրանքային ասեմ, ծրագիր բերեց, մենք դա կհամարենք ընդդիմություն։ Հիմա մեր մոտ ընդդիմություն չկա, որտեղ այն, որը որ ուզում է այդ տեղը զբաղեցնել ու պաշտոնական ազգային, այն Նիկոլ Փաշինյանի ստեղծած ընդդիմությունը, Նիկոլ Վավայևիչի ձևավորած ազգային ժողովում ներկայացված ընդդիմությունը, դա երեկվա ընդդիմությունն էր։ Այդ ընդդիմությանը 3 առաջ օրը Նիկոլ Փաշինյանը հաղթել է մի քանի անգամ։ Այսինքն պարզվել է, որ նա անզոր է, անկենսունակ է ազգային ժողովում ներկայացված ընդդիմությունը, որի ցանկը կազմել է Նիկոլ Վավայևիչը, անզոր է։ Իսկ ով է զորավոր կամ ոչ հաղթված ընդդիմություն, արտախորհրդանական ընդդիմությունը։ Տեսեք, հայտը չկա։ Որևէ մեկը հայտ չի ներկայացնում իշխանության։ Այդ դա է հետաքրքիր։ Հայտը չի հայտը ներկայացված լիներ, ես վստահ եմ, որ դուք ինձ չէիք հրավիրի, նրանցից մեկը կլիներ կարևորությունով։ Կարևոր բան էր, չէ, օրինակ սոցիալական ծառայությունը ներկայացնող ընդդիմադիրը, ապագա, չէ, որ մի տարի մնաց ընտրություններին, չէ, արդեն ժամանակն է, մի տարին դեռ քիչ է, ժամանակն է, որ իշխանության հայտ ներկայացնող այլ ընտրանքային ուժը ներկայացներ իր քաղաքական ծրագիրը, անվտանգային ծրագիրը, անվտանգությունը մեր, չէ, երկրի զարգացման ապակենտրոնացման ծրագիրը, այդ դա հաղթող ծրագիր է, եւ գավառները մեր, մարզերը դրան ձայն կտային, որտեղ իրենց զարգացման մասին եւ երևանցիներ, որ լիցքաթափվի Երևան քաղաքը։ Տեսեք ինչ, ես արդեն առաջարկում եմ, էլի, անվճար, չէ, անվճար։ Ես դրա դիմաց ոչինչ չեմ ակնկալում։ Այդ ծրագիր երևանցիներին ազատեք, լիցքաթափեք Երևանը, դատարկեք, տեղափոխեք մարզեր, թող մարզերն էլ զարգանան։ Բնակարանը շինությունից։ Պիտի անվտանգային հարցերը լուծեն, պարոն Գասպարյան, որպեսզի դա հնարավոր լինի։ Նախ, այո, համաձայն եմ, հանում եմ, երկրորդ տեղ տանենք, տեղափոխենք։ Այո, անվտանգության հարցը ում հետ ենք մենք, դա ինչ կոնցեպցիա է։ Այսօր Ռուսաստանի հետ ենք, վաղը Թուրքիայի, մյուս օրը Հնդկաստանի, մյուս օրը Ֆրանսիայի։ Իդեպ Սուրեն Պապիկյանը բալանս։ Ահա, Սուրեն Պապիկյանը աշխատանքային խմբով մեկնել է, աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա։ ՆԱՏՕ։ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից հաղթված երկիր է իմիջայլոց այսքանի օրերի։ Խորհրդանշական բան կա այստեղ, ինչ որ բան են ուզում հասկացնել եվրոպացի գործընկերները։ Այո, հասկացնում են, որ մենք վստահելի գործընկեր չենք։ Նիկոլ Փաշինյանը, թե Նիկոլ Վավայևիչ, ասեմ, ես չգիտեմ որը, Հայաստանի Հանրապետության վարչապետի հայեցակարգը հիմա նարատիվել են ասում, կոնցեպցիան, մենք հավատարիմ չենք, մեզ չվստահեք, այսօր ձեր հետ ենք, վաղը ձեր թիկունքից ձեզ կխփենք։ Նրանք կռվում են, ՆԱՏՕ-ն եւ ՕԴԿԲ-ն կռվում են, արյունահեղ կռիվներ են, տասնյակ հազարավոր զոհեր կան, 100,000-ների մասին չեմ ասում։ Դու ինչ բալանսի մասին ես խոսում, դրանցից որ մեկի հետ ես դու։ Ի վերջո կողմնորոշվելու ժամանակ։ Գերմանիայի հետ ես թե Ռուսաստանի։ Ես կարծում եմ, որ անսկզբույն քայնության խորհրդանշաններն են, մեկը Գերմանիայում է, մյուսը Մոսկվայում։ Դրանից առաջ Էստոնիայում կոմունիզմի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ է դնում։ Հա, այդ դրաման եմ ասում, այլ ընտրանքը պետք է լինի սկզբունք։ Կա սկզբունքային ուժ, որ ասում են, որ մեզ համար արժանապատվությունը եւ սկզբունքայինությունը հայեցակարգ են, նարատիվ են, ես չգիտեմ, արժեքային համակարգ են։ Հիմա մենք հայտարարում ենք աշխարհին, հայտարարում ենք, ասում ենք, մենք անհավատարիմ ենք։ Այսինքն եկել է բալանսի մասին ժամանակը։ Բալանսավորված քաղաքականություն նշանակում է անհավատարմության մասին հայտարարություն։ Հիմա իհարկե Գերմանիա պետք է գնար, Անկարա էլ կգնան, Բաքու էլ կգնան։ Նայած բալանսը ուր է տանում իրենց։ Ես կարծում եմ, որ հայտարարություն է։
Պարոն Արշակյան, եւ մեր զրույցի վերջում այսպիսի հարց. ստեղծված իրավիճակում աշխարհակարգի նոր ձևավորվող իրողությունների պայմաններում, մեր տարածաշրջանում տիրող իրավիճակում, հաշվի առնելով ներկա եւ հնարավոր բոլոր ռիսկերը, Հայաստանը որ ուղղությամբ պիտի գնա։ Իր արժեքային համակարգի ուղղությամբ, բայց մենք դա ստացել ենք ժառանգություն։ Մենք այդ ինքն է հնարում հայրենիք պետություն, դա այդպիսի բան չկա։ Մենք ժառանգություն ենք ստացել քրիստոնեական համակարգը, ազգային համակարգը, հայրենասիրական, այսինքն հանուն հայրենիքի ամեն ինչ, դա փոփոխվում է։ Իմ երիտասարդ տարիներին դա ուրիշ բան էր։ Հիմա ուրիշ է հայրենասիրությունը, հանուն հայապահպանության ծրագիր քաղաքական։ Մենք պետք է դրա մասին մտածենք ու ես նորից եմ ասում, արդեն մի բան հուշեցի, լիցքաթափել Երևանը մարզերի օգտին, դա կօգնի նաև Երևանին։ Ծրագրեր են, այդպիսի ծրագրեր պետք է լինեն, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի անվտանգ եւ բարեկեցիկ։ Այդպիսի ծրագիր է պետք։ Ով է մեզ ուզում օգնել։ Բելարուսը եւ Ղազախստանը, եթե մեր դաշնակիցը չեն, մեր հակառակորդի դաշնակիցն են, ուրեմն մենք պետք է դա ասենք, լինենք բարիդրացական հարաբերությունների մեջ նրանց հետ, բայց իմանանք, որ չի կարելի մեր ռազմական գաղտնիքները նրանց վստահել, չի կարելի մեր տնտեսությունը կապել նրանց տնտեսության հետ։ Այդ տեսեք, այդտեղից պետք է սկսենք։ Մերոնք եւ ուրիշները, մերոնք եւ ուրիշները, ովքեր են մերոնք, լինենք մերոնց հետ։ Ես հիմա չեմ ուզում շարադրել, քանի որ ես այդ Եվրաքվեի աջակիցներից եմ, մի տեսակ։ Կարող են ձեզ սխալ հասկանալ։ Ես դրա ուզում ասեմ սուբյեկտիվ եմ, ես շատ սուբյեկտիվ եմ, կարծում եմ, որ մենք պետք է յուրայինների հետ լինենք, գտնենք յուրայիններին եւ այդպես գնանք նրանց հետ։ Ձեզ հարվածի տակ չդնելու համար իմ մյուս հարցը, որ ուզում էի տալ, չեմ տա։ Շնորհակալ եմ, պարոն Արշակյան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հիշեցնեմ, այսօրվա մեր հյուրն էր քաղաքական գործիչ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Ես Հայկա Ալոյանն եմ, դուք դիտում եք Հրապարակ TV-ին, հաջողություն։